դուք այդ ուրացման քաղաքականությունը չեք ավարում, եթե դուք այդ նախապայմանը չեք կատարում, ինչ խնդիր ունեք։ Ինչն է ձեզ տենց անհանգստացրել, որ տենց հերոսաբար պայքար եք բան արել, մղում բանը ԱԺ խրամատներում այս օրենքի դեմ։ Ինչից եք տենց անհանգիստ։ Ընդհանրապես հայ մարդը այս օրենքի հետ ինչ խնդիր կարող ունենա, կարող եմ իմանալ։ Իսկ խնդիր կարող ունենա այն մարդու այն թիմը ում ղեկավարը, ով օրինակ, երբ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ուղ եթերով ճանաչում է հայոց ցեղասպանությունը, ինքը հաջորդ օրը ասում է, բանը, բայց մենք պիտի հասկանանք այդ ցեղասպանության ճանաչումը մեզ ինչ խնդիր է մեզ համար լուծում։ Լավ է չեք դատապարտել Նեթանյահուի ճանաչումը։ Լավ է նոտա չեք հղել դեսպանատուն, խիստ դատապարտել։ Այդ դուք բնականաբար այս օրենքի հետ խնդիր կունենաք, բա ոչ չեք ունենա։ Ընդհանրապես դուք որ այս տեմպերով շարունակեք, Թուրքիայի ու Ադրբեջանի ԱԳՆ Հայաստանի հարցերով զբաղվող բաժինները կարան լուծարվեն։ Մարիա Կարապետյանի պես մարդ ունեն ստեղ, ինչ խնդիր ունեն։ Դուք հասել եք այնտեղ, որ ոչ միայն ուրացել, նսեմացրել, պղծել եք ամեն ինչ։ Դրա համար այստեղ դիմացս, որ հիմա դատարկա Անդրանիկ Քոչարյանին կլինի նախքան ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի ցանկեր կազմելը մի հատ դրանից առաջ 44 օրյա պատերազմի նահատակների ամբողջական ցանկ վերջապես կազմեք ու հրապարակեք, որ աջ ու ձախ բոլորին չմեղադրեք թիվ կեղծելու մեջ, այն դեպքում, երբ որ դուք կոնկրետ թիվ չեք հրապարակել տենցել։